Մարտի 8-ը նշվում է որպես կանանց միջազգային օր։ Այն նշվում է ամբողջ աշխարհում որպես կանանց իրավունքների, ձեռքբերումների եւ հավասարության խորհրդանիշ։ Այս տոնը լավ առիթ է գնահատելու եւ արժևորելու կանանց դերը հասարակության տարբեր ոլորտներում։ Նինոց-Մինդայի մունիցիպալիտետի վերադասը, Սակրեբուլոյի նախագահ Վահան Արոյանը եւ քաղաքապետ Անի Մոսոյանը, սպորտի եւ մշակույթի ծառայության պետ Լևոն Վարդանյանը իրենց շնորհավորանքը հղեցին գեղեցիկ սերի ներկայացուցիչներին։ Սիրով ուզում եմ շնորհավորել բոլոր աղջիկներին եւ կանանց մարտի 1 ամսյակի հետ կապված, ուզում եմ ցանկանալ թող լինեն երջանիկ, սիրեն եւ լինեն սիրված, թող խաղաղություն թեված բոլոր հայկական օջախներում, որպեսզի շփտան մեր բոլոր կանայք եւ աղջիկները ու լինեն երջանիկ, շոյված։ Մարտ ամիսը կանանց միամսյակն է, տոները սկսվել են մարտի 3-ից, 3-ը, 8-ը, նաև հայ կանանց համար նշվում է ապրիլի 7-ը, իհարկե կանանց առաքելությունը շատ մեծ է, ինչպես ընտանիքում, այնպես էլ հասարակության մեջ։ Մենք ունենք միջոցառումներ տարբեր կանանց նվիրված եւ բացի մունիցիպալիտետի միջոցառումներից էլ գիտեմ, որ բոլոր ընտանիքներում այս տոնն էլ նշանակավոր տոն են, ովքեր որ մայրեր ունեն, մայրության տոնը նշեցին 3-ին, իսկ ամսի 8-ը արդեն կանանց միջազգային տոնն է, որը նշվում է ամբողջ աշխարհով, ակտուալ է մնացել այս տոնը, անփոփոխ է մնացել, եթե խոսենք կանանց դերի եւ նշանակության մասին, դա կարելի անվերջ խոսել, այնպես որ օգտվելով առիթից ուզում եմ շնորհավորել ինչպես մայրերին, ամսի 3-ին նշված մայրության օրը, այնպես էլ մարտի 8-ը բոլոր աղջիկներին, կանանց, տատիկներին։ Թող առողջ լինեն, ամենակարևորը իրենց ընտանիքներում եւ հասարակության համար միշտ լինեն պաշտելի, կարելի է ասել, այո, պաշտելի, որովհետեւ մայրերի իհարկե առաքինությունը շատ մեծ է երեխա դաստիարակելու եւ որպեսզի նրանք հասարակության լավ մասնիկ դառնան, պիտանի մասնիկ դառնան, իսկ աղջիկները մտածեն նրա մասին, նրանք էլ աշխատեն իրենց վրա, որպեսզի նրանք էլ հետո մայրանան եւ հասարակության համար լավ մարդ դառնան, արժանի մարդ դառնան, արժանի զավակներ դաստիարակեն, իսկ կանայք մեկը մյուսի հանդեպ սոլիդար լինեն, ամենակարևորը։ Այս գեղեցիկ օրով ուզում եմ շնորհավորել մեր կանանց երաթոնը, մեր Ջավախեթի հայուհիները ունեն մեծ հնարավորություն 3 անգամ նշել յուրաքանչյուր տարին իրենց կանանց օրը եւ մարտի 3-ին եւ մարտի 8-ին եւ ապրիլի 7-ին, լինելով հայուհիներ եւ ցանկանում եմ որ գարնանային այս տոները բավականին երկար մնան իրենց տարվա ընթացքում իրենց կյանքում, որ յուրաքանչյուր օրը լինի իրենց համար տոն։ Մենք շրջապատելով մեր կանանց, մեր մայրերին, մեր քույրերին, մենք ցանկանում ենք, ուզում ենք, որ նրանք միշտ լինեն ժպիտը դեմքերին, լինեն միշտ ուշադիր մեր հանդեպ, այնպես ինչպես մենք ենք ուշադիր։ Երբ մենք հարցնում ենք ծաղիկների գինը, դա չի նշանակում, որ մենք փնտրում ենք էժանագին ծաղիկները։ Եվ մենք նվիրելով նրանց այդ ծաղիկները, ցանկանում ենք, որ նրանք երկար հիշեն։ Ճիշտ է, ծաղիկները կթարամեն, բայց այն, որ մեր սերը, մեր նվիրվածությունը, այն մեր պատասխանատվությունը իրենց հանդեպ, դա հավերժ է եւ երկար է, դա ապացուցում է, որ կինը մեր կյանքում ունի իր ուրույն դերը։ Կինը մեր երեխաների դաստիարակներն են։ Կանայք մեր ապահով կյանքի գրավականն են։ Նրանք են, որ ապահովում են մեր այն, ինչ մենք բավականին ժամանակ տղամարդիկ պահանջկոտ մարդիկ են եւ բավական ժամանակ այդ մեր կանայք են հոգտանում մեր պահանջկոտությունը, որովհետեւ մենք ավելի լիիրավ զգանք մյուս մտնորդներում աշխատելու կամ զբաղվելու այդ հարցերով։ Այնպես որ այս երաթոնը թող մեր կանանց համար լինի ամենահաճելի, ամենավարի, ամենալավ օրերից մեկը եւ նրանք զգան, որ իրենց տղամարդիկ միշտ իրենց կողքին են եւ ունեն մեծ բովանդակ աշխարհ ապրելու իրենց ընտանիքի հետ։